Սիրով ողջունում եմ բոլորիդ, սիրելի բաժանորդներ ջան։ Օրը արդեն անցել է, ժամը 5-ն է, ստացել ենք մեր պատվերները Օզոնից։ Հիմա ուզում եմ ցույց տամ ձեզ, թե ինչ են գնել Օզոնից։ Այրոգրիլ, բավականին ժամանակ ուզում ենք գնենք, որ ապրում ենք վարձակալական տանը, հարմար չէր, որ գնենք, բացենք, մեր տունը չէր, դժվար էր տեղավորել, նեղվածք էր խոհանոցում, հիմա ապրում ենք մեր տան մեջ և որոշեցինք գնել։ Որդիս մեզ նվեր է արել, համ այրոգրիլը, սա էլ այրոգրիլից հետո կասեմ ինչ է գնել։ Հիմա սիրով ուզում եմ ցույց տալ ձեզ։ Որդիս կհանի, ես էլ ցույց կտամ։ Սրանք իրենց գրքերն են, ռեցեպտներն են, թե ինչ է գրված, ոնց պատրաստես, սա բաց։ Այրոգրիլով շատ հարմար է պատրաստելը, եթե ուզում ես ջեռոցում դնել, թուղթ է դուրս գալի, հոտ է լցվում տունը, իսկ այրոգրիլի մեջ շատ մաքուր, գեղեցիկ, համ լավ երգում է, կարմրում է, համ էլ հոտ չի գալիս։ Չաշկաներն են իրենց, ոնց է բացվում, բացնումը։ Երկու չաշկա ունի, 6-6 լիտրանոց են և իրենց սետկաներով, որ մսի ժամանակ երբելու պետք է դրվի այս սետկաները։ Շատ շուտվանից ուզում էի, որ ունենայի։ Ինչ որ ցանկանում ես, շատ ես ուզում, նա էլ ստանում ես։ Այսպես, մսի համար է, սիրելիներս դնես, միսը շարես։ Կփորձենք այսօր միասին, ձուկ ենք դնելու և կարտոֆիլ, միասին կփորձենք։ Այստեղ հետ հասավ դիվան բաշուն։ Ուրա տանակը։ Կոֆե մաշինկա է, սրճաղած է, էլեկտրական, ինքը աղվում է և եփում է, կարող են կապսուլաներ էլ լցնել, կապսուլաներով էլ է պատրաստում և համեղ խմել։ Սրանից հետո սիրելիներս միասին հավաքվելու եք, գալու եք ինձ հետ միասին այս համեղ սուրճը անուշ վայելենք։ Սրճաղացը նոր ենք բերել, իսկ այրոգրիլը բացել ենք երեկ, տեսել ենք, ուղղակի ձեզ եմ ցույց տալիս։
Հենց միացնենք կոֆեն եփելու ժամանակ ձեզ ցույց կտամ։ Ովքեր ցանկանում են արտիկուլը կթողնեմ։ Գիտեմ, որ մեծամասնությունը ունեք այրոգրիլ, սրճեփ, ովքեր էլ չունեն կարող եմ արտիկուլը թողնել։ Գնեք անուշ վայելեք սուրճը եւ համեղ այրոգրիլի միջի պատրաստված ամեն ինչը, թե պղպեղը էլեկտրական կոֆե աղացի համար հատիկավոր կոֆե 1 կիլոգրամ։ Լավ, հետո աղալու ժամանակ ցույց կտամ, թե ինչ կոֆե է։ Հատուկ մեքենայի համար է։ Այստեղ պիցայի դանակ ենք վերցրել։ Չի ուզում բացնել։ Պիցայի դանակով հեշտ է խմորեղենները կտրել, թե պիցան, թե խմորեղենները, խմորը, սա էլ տորթի դանակ է։ Կոֆե աղացի համար կապսուլաներ են, տարբեր համերի։ Այստեղ էլ գնել ենք արկղներ երեխաների լիշնի ավելորդ իրերը տեղավորելու համար, երբ որ բացենք սա էլ ցույց կտամ։ Գնել է նաև որդիս էլեկտրական դանակ սրելիք։ Կմիացնենք, կփորձենք, ձեզ ցույց կտամ։ Տեսնենք, թե ինչպես է սրում։ Հարմար է շատ։ Հենց փորձենք, ձեզ ցույց կտամ։ Հիմա հավաքենք սիրելիներս եւ այրոգրիլի մեջ համեղ ուտեստ պատրաստենք միասին։ Ձուկ, հայկական իշխանը մեր եւ կարտոֆիլ։ Սիրելիներս, մնացած գնումները հաց կպատրաստենք, կուտենք, կհավաքենք, նոր ցույց կտամ սիրով ձեզ։ Հիմա հարցս մաքրել է կարտոֆիլ, կտրատում է կարտոֆիլը, ինչպես սովորական տապակի մեջ, որ տապակում ենք։ Կտրատեց, վերջացրեց կարտոֆիլը։ Աղ է ցանում կարտոֆիլի վրա մի քիչ եւ մի փոքր բուսայող։ Թափահարելով խառնում կարտոֆիլները բոլորը իրար, աղի հետ որ խառնվեն։ Պատրաստի կերակուր ունենք երեկոյան ճաշի համար, սիրելիներս, ուղղակի ուզեցանք փորձարկենք, թե ինչպես է պատրաստում այրոգրիլը եւ ձեզ ցույց տանք։ Լցրել է իր համանի մեջ, դարակի մեջ կարտոֆիլը, հիմա ձուկը կշարի։
Հիմա շարում է իշխան ձուկը։ Ես մի օր առաջ լավ լվացել եմ, աղել եմ, սիրելի հետևորդներ ջան, էլ աղ չի ցանում։ Այսօր այրոգրիլով առաջին անգամ կպատրաստենք միայն աղով։ Կարմիր սև պղպեղ չենք ավելացնելու, հետո ընթացքում, որ հետո պատրաստենք, այդ ժամանակ կարմիր պղպեղով, սև պղպեղով էլ կփորձենք։ 3 կտոր էլ կթողնենք, սիրում են ընտանիքի անդամները, նաև խաշած ձուկ, որ խաշենք։ Ձուկն էլ, կարտոֆիլն էլ պատրաստ է, այդ տանում է դնի դարակները այրոգրիլի մեջ և միացնի։ Կարտոֆիլը միացրեց 200 աստիճանի տակ 18 րոպե, իսկ ձուկը 180 աստիճանի 10 րոպե ցույց է տալիս։ Թող անցել է 10 րոպե, ձուկը արդեն պատրաստ է, հələ տեսեք ինչքան կարմիր, գեղեցիկ տեսքով պատրաստեց։ Այրոգրիլի արդյունքը մեզ բոլորիս գոհացրեց, տեսեք կարմիր, գեղեցիկ ձուկը եփված 10 րոպեում հանեց։ Իսկ որ ձուկը կամ մսեղենը դնում ես ջեռոցի մեջ, չէ, սիրելիներս, համ ծուխ է լինում, համ հոտ է գալիս, դուռ լուսամուտ ենք բացում, որ սենյակը խոհանոցը օդափոխենք, իսկ այսպես մաքուր, առանց հոտի, առանց ծխի 10 րոպեում պատրաստեց։ Այստեղ էլ ձուկը խաշած պատրաստ է արդեն, մնաց կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ անցել է 18 րոպեն, տեսեք կարմիր, խրխրթան կարտոֆիլներ պատրաստեց այրոգրիլը և մատուցեց մեծ այսպիսի գեղեցիկ համեղություն, թե ձուկը, թե կարտոֆիլը, շատ ընտիր ստացվեց, ովքեր ունեն գիտեն արդեն։ Սիրելիներս, ճաշեցինք, վերջացրեցինք, հավաքեցինք, մեզ անուշ լինի, ձեզ էլ բարի դիտում լինի։ Ամուսինս հիմա փորձարկում է էլեկտրական դանակ և մկրատ սրելիք գործիքը։ 3 փուլից է կազմված սրելու։ Սա առաջինն է, երկրորդն է, որ մտցնում է սրելու համար, սա էլ երրորդը։ Սրում է շատ լավ, սուր, կարող եք դուք էլ գնել և օգտագործեք։ Սեղանին էլ դրված է նոր գնված սրճեփի սրճաղացի պարագաները, գդալը, կոֆե լցնելու պարագաներն են։ Այստեղ էլ թափթփված է, ոչինչ, խառը վիճակ է, խառնաշփոթ վիճակ է, հերթով դասավորում ենք, դե զբաղված են հիմա կոֆե աղացն են դասավորում, որ միացնենք, մի հատ կոֆե խմենք, այնտեղ էլ կիլոյով հատիկավոր կոֆեն է և կապսուլայով կոֆե։ Արկղը, տեսեք, այսպիսի քառակուսի, փոքր, հարմար է, մեկը բացեցի, 3 հատ ենք զակաց տվել, հարմար է, ավելորդ իրերը երեխաների կլցնեն մեջը, որ չխառնվի իրենց սովորական իրերի հետ, դպրոցական պարագաների հետ, շատ հարմար է, թեթև, գեղեցիկ և հարմարավետ։ Հիմա սիրելիներս, հարցս մանրամասնորեն ցույց է տալի, թե այս ապարատը ինչպես է պատրաստում կոֆեն։ Առաջինը ջուր պետք է լցնի ապարատի մեջ, հատուկ ջրի աման ունի, որպեսզի տաքանա։ Հիմա ուզում է պատրաստել կապուչինոյի կապսուլայով, կաթով կոֆե։ Հիմա նախապատրաստում է, մինչև ջուրը տաքանա,
Կաթը լցնի դնի տաքանա, նոր արդեն կպատրաստի կաթով կապուչինոն։ Բաժակը 100 աստիճանի տակ տաքացնում են և միևնույն ժամանակ լվանում են։ Հիմա կաթի ամանի մեջ լցնում է կաթ, սովորական խանութի կաթ է։ Կաթն էլ պետք է տաքանա։ Կաթն էլ կմիացնի, որպեսզի կաթն էլ տաքանա։ Արդեն բաժակը դրեց, միացրեց։ Սկզբից կաթն է գալիս, հետո արդեն կոֆեն կմիանա կաթին։ Կոֆեն էլ արդեն լցվեց։ Պատրաստ է արդեն կապուչինոյի կապսուլայով կաթով կոֆեն։ Հիմա պետք է արդեն հատիկավոր կոֆեն աղա և պատրաստի։ Իսկ հիմա կոֆեն մինչ աղա, սիրելիներս, ուզում եմ ձեզ ասել, որ այնքան գնահատված եմ ինձ զգում, այնքան սիրո մեջ եմ ապրում, սիրելիներս, որ տա Աստված բոլորը լինեն գնահատված, սիրված, հարգված, բոլոր մայրերը, քույրերը, տատիկները, բոլոր ծնողները, դա գիտես ինչքան քաղցր և անուշ զգացմունք է, այդպիսի զգացմունքից այն կողմ աշխարհում ոչինչ գոյություն չունի, եթե դու քեզ զգում ես գնահատված և սիրված։ Հիմա աղաց, սիրելիներս, պետք է կոֆեն պրես անի, տեսնում եք, լավ աղաց։ Ահա, սրանով պրես կանի, նոր կեփի։ Սիրելիներս, Աստված բոլորիս երեխաներին, թոռներին պահապան, թող ապրեն խաղաղ երկնքի տակ, ուրախ լինեն, առողջ լինեն, երջանիկ լինեն և իրենց ծնողներին լավ նվերներ նվիրեն։ Ճիշտ է, կարևորը նվերը չէ, կարևորը հարգանքն է, բայց ծնողը իրեն շատ լավ է զգում։ Օրինակ, ես այսօր շատ լավ ինձ զգացի որդուս արած նվերի համար։ Այս նվերը երկու ոչ միայն ինձ է, այլ նաև Հարսիսել է արել։ Երկուսիս համար է գնել, սիրելիներս, մարտի 8-ի կապակցությամբ։ Աստված պահապան, նորից եմ ասում բոլորի զավակներին։ Սիրում եմ ձեզ, իմ լավ, բարի, հարգարժան, թանկագին բարեկամներ։ Ձեզ հետ կիսվում եմ իմ առօրյան, դուք էլ ձեր պատասխանը գրում եք բարի, ջերմ խոսքերով։ Շնորհակալ եմ ձեզանից։ Գրկում և համբուրում եմ բոլորիդ։ Արդեն սև կոֆեն էլ հատիկավոր պատրաստ է, ամայրա։ Խնդրեմ, սիրելիներս, ուզեցա ցույց տալ, կիսվել և իմ ուրախությունը և նվերը, ամեն ինչ, սիրելիներս։ Սիրելիներս, սիրով կիսվեցի ձեզ հետ, ցույց տվեցի ձեզ, ուրախացա ձեզ հետ, դուք էլ ինձ հետ ուրախացաք, գիտեմ պետք է ասեք շնորհավոր տիկին Մարինե, ես էլ նախապես ձեզ ասում եմ, շնորհակալ եմ, Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքը։
Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, սիրելիներս, ցանկանում եմ լինեք միշտ առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։